Եվ այսպես ամփոփում ենք տարին, դե իրենք այսպես իրենց մեջ երեք Նիկոլ Փաշինյանը շրջիկ իր թափառախմբով գնացել է Գառնի, իհարկե Քրամիդոնում իրենց զանգվածը նվազում է, իրենք այլևս չեն կարողանում մարդկանց տանել, սա նաև ցուցիչ է, բայց կար այնտեղ մի անձնավորություն, իհարկե տեսանյութը չենք միացնի, բայց ինչ էր ասում, Վեհափարի գլուխը քարով բացելու մասին էր խոսում։ Խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը ինչ ունեք ասել, համեցեք։ Շատ հակիրճ ասեմ, հաջող շունը կծան չի լինում։ Իսկ կծան շանատամները ժամանակն է, որ թափվի։ Այսքանը։ Իրենք ամեն խոսքի հետևից գնում են, ընդդիմադիրներին բերման են ենթարկում, հայերյանք լինի, չլինի, սուր խոսք լինի, մարդկանց բանտում են, այս սրա հետ կապված ինչ անելիք ունեն։ Գիտեք, մեզ մոտ հավաքական առումով որոշակի իրավիճակի ոչ համարժեք գնահատում կա։ Այն ինչ հիմա կատարվում է, դա պետք է ընդունել օրինաչափ եւ բնական, որպես հետևանք այն գործողությունների, որով 2018 թվականին Փաշինյանին բերեցին իշխանության։ Այսինքն ինչ արվում է եկեղեցու դեմ, Վեհափար Հայրապետի դեմ, դա պետք է ընդունել ընդհանուր մեծ process-ի որպես մի կարևորագույն էլեմենտ։ Ասել եմ, կրկնում եմ, 2018-ին Փաշինյան Նիկոլին բերել են իշխանության 4 կարևորագույն խնդիր լուծելու։ Խնդիր առաջին՝ Արցախի հանձնումը։ Ընդ որում, երբ որ ես սա ասում եմ, սա այդպես վերացական չեմ ասում, ես սա հիմնավորում եմ։ Ինչու՞։ Այլևս որից մեկի համար գաղտնիք չի, որ 2018-ին բերվելով իշխանության Արցախի հարցով Ադրբեջանի եւ միջազգային տարբեր կառույցների հետ Փաշինյանը բանակցությունների գործընթացը մցրեց փակուղի։ Սա փաստ է, որը իրավունք եւ հնարավորություն տվեց Ալիևին սկսել պատերազմ։ Վերջինս հիմնավորում էր, որ Հայաստանի ղեկավարությունը բանակցությունները մցրել է փակուղի, իսկ դրա վերջին մեխը Փաշինյանը խփեց 2019-ին, երբ Ստեփանակերտում թե ինքն էր խոսում, թե իր խմածն էր խոսում, ես չգիտեմ, որ ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Այդ վերջը եղավ 2020-ի սեպտեմբերի 27-ը, 44 օրյան, որտեղ Ալիևը միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին հիմնավորում էր, որ չկա այլընտրանք ռազմական գործողություններից զատ, եւ ինքը խնդիր ունի գոնե նվազագույնը ազատագրել այն 7 շրջանները, մեր ազատագրված, որտեղ Ադրբեջանի տարածք էին համարվում, իհարկե ձեռքի հետ էլ Ստեփանակերտը վերցնելը։ Եվ Ալիևը այդ ռազմական գործողությունները որակեց իր ժողովրդի համար, այդ թվում եւ միջազգային հանրության եւ քարոզչական առումով որպես հայնական պատերազմ, այսինքն ազատագրական պատերազմ։ 44 օրյայում Ալիևը չհաղթեց, որտեղ երկրի քաղաքական ղեկավարության կողմից ռազմական ղեկավարության առջև դրված մարտական խնդիրը չկատարվեց, իսկ այդ խնդիրը Ստեփանակերտը վերցնելն էր։ Եվ այսպես ընդունում ենք, որ նոյեմբերի 10-ին ստեղծվեց ստատուս քվո, որտեղ կար Արցախ, որտեղ Արցախում ապրում էր հայությունը, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժեր կային եւ Հայաստանի հետ միջանցք կար։ Եվ այդ միջանցքում Ադրբեջանի որևիցե պատկան կառույցի ներկայացուցիչ գործառույթ չէր իրականացնում։ Հիմա երկրորդ ռազմական գործողությանն էր Ալիևը պատրաստվում։ Իսկ ինչ հիմնավորմամբ, որտեղ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, այսինքն մինչև երկրորդ անգամ ռազմական գործողություն սկսել է Արցախի նկատմամբ, Ալիևը ստացավ այդ հնարավորությունը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ այդ ընթացքում 4 եռակողմ հայտարարություն կար եւ այդ 4 եռակողմ հայտարարության փաստաթղթի ներքո դրված էր նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։
Այսինքն այդ փաստաթղթերը պետք է դառնային առ ոչինչ գործողություն սկսելու հիմնավորման համար Ալիևի կողմից։ Իսկ ինչպես դարձան։ 22 հոկտեմբերի 6-ին Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ ես չեմ բացառում նաեւ պարտադրանքով Փաշինյանը համաձայնվեց ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, որով Ալիևին իրավունք տվեց Արցախի նկատմամբ ռազմական գործողությունը որակել ոչ թե պատերազմ, այլ հակահաբեկչական գործողություն, որովհետև հիմնավորումը հետևյալն էր, ինչ գործումներ մի պետության տարածքում զինված խմբավորումներ, որոնք ահաբեկիչներ են, եւ այդ իրավունքը փաստացի Փաշինյանը տվեց Ալիևին, Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, արտադրանքով, հորդորով, ոնց ուզում եք որակեք։ Եվ այսպես Արցախի հայաթափման 3 պատասխանատու կա։ Ես Ալիևին պատասխանատու չեմ դնում, այդ անձը իր պետության շահերի սպասարկման համար արել է գործողություն։ Ես իրան որպես թշնամի եմ դիտում։ Բայց պատասխանատուն առաջինը Փաշինյանն է, որը համաձայնվեց 22 հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրել այդ փաստաթուղթը։ Հաջորդը Շարլ Միշելը, մյուսը Էմանուել Մակրոնը։ Եվ այսպես Արցախը հանձնվեց։ Փաշինյանը ամիջական պատասխանատվություն է կրում Արցախի հանձնելու հետ կապված։ Հիմա եթե վերադառնանք մեր այսօրվա իրողություններին, ապա ըստ Փաշինյանի Արցախը անվերադարձ գնացել է, այդպես չի։ Այդ 4 փաստաթուղթը իրենք իրավական ուժ ունեցող փաստաթղթեր են իդեպ ասեմ, եւ նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո եւս 3 երրակողմ հայտարարություն, որտեղ հունվարի 11-ի փաստաթղթում Ռուսաստանի Դաշնությունը միակն է, որտեղ ինքը կողմ է համարվում։ Սա իրականությունը։ Բայց հիմա իրենք այս խաղաղության շրջանակներում որ խոսում են, Արարատ Միրզոյանը ասում է Ադրբեջանի խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ եւ հետո վարվելացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումները, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ Իմիջիայլոց նաեւ այսպեսի բան է ասում, դա Արարատյան Ադրբեջանի մասով, խնդրեմ ես ասել այդ։ Դե գիտեք, Ադրբեջանը պատրաստում է իր պահանջների կյանքի կոչելու համար նաև ուժային բաղադրիչ է, այն որ Ադրբեջանի բանակը զինվում է, վերջերս Պակիստանից գնվեց 5-րդ սերնդի ռազմական կործանիչների մեծ խմբաքանակ մի մասը, այն որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը այս տարի օգոստոսի 8-ին վերացրեց 907 արգելող բանաձև, որով Միացյալ Նահանգները ռազմատեխնիկական համագործակցություն չէին կարող իրականացնել Ադրբեջանի հետ, այդ արգելքը հանվեց այն, որ Ադրբեջանի բանակը զինվում է, այն, որ զորավարժություններ է անցկացնում տարբեր պետությունների հետ, այն, որ զորակոչի անձանց թվաքանակը մեծացրել է, ինքնին սա ցուցիչ է, որ Ադրբեջանի բանակը պատրաստում է կամ ուժով իր պահանջների կյանքի կոչելուն, կամ ուժի սպառնալիքով։ Սա իրականությունն է։ Հիմա որքան էլ որ Փաշինյանը ասի, ճառեր ասի, խոստումներ տա եւ այլն, դա իմ կարծիքով առ ոչինչ է։ Պահը գալու է, եթե աշխարհակաղակական նոր իրողություններ կա եւ Ադրբեջանի ղեկավարության համար հնարավորություն ընձեռնվի, ապա ինքը իր պահանջների կատարման համար կդիմի ուժի։ Այն ժամանակ Փաշինյանը կասի, դե թույլ էինք, պարտվեցինք։ Ես պատասխանատուն եմ թիվ 1, բայց հո թիվ 1 մեղավորը չեմ, այս անգամ էլ ասենք այս ամեն ինչը կարող է գցել երկու անձի գրպանը, Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրոյի եւ գլխավոր շտաբի Ասրյան Էդոյի։ Ասի իրենք են պատասխանատու, ես հո ռազմական օպերացիաներ ես չեմ պլանավորում։ Այնպես որ Ադրբեջանի նախագահ հետամուտ ալներ իր պահանջների կատարումը, ուղղակի ամեն ինչ արվում է այն պահին, որտեղ միջազգային այսպես կոչված հանրությունը, որը հիմա սկզբունքորեն գոյություն չունի, բայց տարածաշրջանում լրջագույն շահեր ունեցող պետությունների շահերին Ալիևի որոշումները կյանքի կոչելու պետք է չհակադրվեն, հակառակ դեպքում կոշտ հակազդեցություն կարող է ստանալ եւ Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ չեմ բացառում նույն Միացյալ Նահանգներից։ Այնպես որ Ալիևը հարմար պահի է սպասում։ Այսքանը։ Գլխավոր շտաբի պետը Պապիկյանը գիտե իրաց գլխին ինչ է ջարդվելու։ Իհարկե, պաշտոնը իրենք են պատասխանատու, մեկը խաղաղ պայմաններում, իդեպ
Զինված ուժերի թիվ 1 պատասխանատուն է։ Փաշինյան Նիկոլ այստեղ առ ոչինչ է։ Իդեպ 44 օրյա ժամանակ երբ ինքը որոշումներ է կայացնում հրապարակավ հանձնարարական հրամաններ է տալիս, ինքը դրա իրավունքը չուներ, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը ազգային ժողովը իրավական ակտ չեն ընդունել, որ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ։ Դա իրավական գործընթաց է, իր մեջ ներառում, որից հետո տվյալ երկիրը, որ գնահատում է, որ իր վրա հարձակվել են, դիմում է ՄԱԿ անվտանգության խորհրդին, փաստերով, հիմնավորումներով։ Իսկ խաղաղ ժամանակ գլխավոր շտաբի պետը համարում է զինված ուժերի թիվ 1 պատասխանատուն։ Սա իրականությունը, բայց Փաշինյանի համար օրենքներ գրված չեն։ Այդ մարդը ըստ իր հասկացությունների, իր անկալումների եւ տերի հանձնարարականների է գործում։ Սա իրականությունն է։ Կարծում տեսել եք, հա, ուղղակի մենք այդ երկու չենք միացնի, բայց իրենց թրջլոտելը, հա, իհարկե։ Խնդրեմ, այսպես ինքնամոռաց թրջլոտում են, որ գնաց հետո կգամ եւ գիտակ հպականները Փաշինյանի հետ։ Չեք գտնում, որ սա մի այլ նկարի շատ նման է։ Кто не скачет, тот москаль։ Ուկրաինայում երբ որ ժողովրդին զոմբիացնում էին, որ հետո պատրաստ են Ռուսաստանի դեմ, այսպես թրջկոտում էին։ Հիմա ասեն գիտեք ինչ, այս մարդը իր բնույթով մեր իրականությունից կտրված անձնավորությունն է։ Իր համար ժողովրդի ցավը, կորուստը, հայրենիքի կորուստը, այս բոլորը ինքը փաթեթավորում է իբր ինքնիշխան Հայաստան ստեղծելու։ Չկա այդպիսի բան։ Պահի տակ ում է ինչ պետք է, որոնք խոսքս երկրների մասին է։ Տարածաշրջանում ինքը զիջի, ինչ որ բաներ ինքը զիջելու է։ Միայն իր իշխանությունը մնա, այսինքն ինքը թիվ 1 խնդիրը եւ միակ խնդիրը, որ լուծում է, իշխանությանը մնալու խնդիրն է։ Մնացած ամեն ինչը զիջումները, թրջկոտելը, այլ կեցված դրսևորելը, անբնական, ոչ նորմալ, սրանք ընդհանրապես գործիքներ են։ Այս քվեականները այս կերպ, հա, իրենց ինչն են։ Հա, այսպես հավատարմությունն ինչն են ցույց տալիս, որ իրենք ինքնամոռաց։ Բոլորը կիսվել էին, մեծամասամբ կիսվել էին այս տեսանյութով, այս, չգիտեմ, մեր շաբաթներն այսպես է անցնում, ոնց է անցնում մեր կիրակիները, խնդրեմ։ Երկու բառով այս մարդկանց կյանքի իմաստը կայֆեր կացերն են, ոչ ավել ոչ պակաս։ Անասունի կյանքով ապրող։ Ու վերջ։